International TV եթերում ամերիկյան երեկոյան լրահոսն է, ձեզ հետ Էմմա Կանտն է, բարև ձեզ։ Անհայտ անձը Բրուքլինի հիվանդանոցում պատանդ է վերցրել։ Նյու Յորքի կենտրոնում ոստիկանները կրակել են քաղաքացու վրա, ով սպառնացել է իշխանությանը։ IRS-ի աշխատակիցները կրակ են բացել Ամերիկայի Միացյալ Նահանգներում անօրինական բնակվող քաղաքացիների ուղղությամբ։ ԱՄՆ-ն ևս մեկ ռուսական ռազմանավ է գրավել։ Իսկ Դոնալդ Թրամփը քննարկել է Վենեսուելայի ապագան։ Նյու Յորքի Մանհեթեն քաղաքում վթար է տեղի ունեցել։ Տուժողները ոստիկանությանը հայտնել են, որ իրենց բախվել է BMW մակնիշի մեքենան եւ դիմել փախուստի։ Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել եւ գտել է վարորդին մոտակայքում։ BMW մակնիշի մեքենայի վարորդը ձեռքին ունեցել է ատրճանակ։ Ոստիկանները ստիպված են եղել կրակել նրա ուղղությամբ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, մանրամասները պարզաբանվում են։ Բրուքլինի հիվանդանոցում հիվանդներից մեկը պատանդ է վերցրել երկու աշխատակիցներին։ Ոստիկանները 1 ժամից ավել փորձում էին համոզել, որպեսզի նա կանխի գործողությունները։ Ոստիկանները նախաձեռնել են հարձակում, արդյունքում նա մահացել է։ Այսօրվա համար առանձնացրել էինք այսքանը, եթերում երեկոյան լրահոսներ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։